Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացներ Ռուբինյանն ու Քլլչը վերջին 4 տարում անկեղծ բարեկամություն ու աշխատանքային արդյունավետ հարաբերություններ են հաստատել։ Թուրք դիվանագետն է ասում, շնորհավորելով Ռուբեն Ռուբինյանին ՔՊ վարչության կողմից նոր գումարման ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրվելու առթիվ։ Ներգրավված եք հայ-թուրքական բանակցություններում, հնարավոր է ինչ-որ բան այստեղ փոխվի, թե մեկը մեկին չի խանգարի։ Չգիտեմ, չեմ մտածել։ Երևան-Անկարա հարցերը պարզելու հերթական 4-րդ փորձը 2022-ի հունվարից ընթացքի մեջ է։ Առաջին անգամ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակն ու թուրք դիվանագետ Քլլչը հանդիպել են 4 տարի առաջ Մոսկվայում, հետո նաև Անտալիայում, Երևանում, հենց հայ-թուրքական սահմանին, որի դռներն այդպես էլ չեն բացվում բանակցությունների համար չնայած պայմանավորվածություններին։ Ավելին, թեպետ Երևանը գործընթացի մեկնարկից ի վեր այս հարցում իր անվերապահ պատրաստակամությունը հայտնել է եւ փորձագետ վերլուծաբանների համար հստակ է, որ թեկուզ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար Մարգարա Ալիջան սահմանային անցակետն այդպես էլ պինդ կողպված մնաց թուրքական կողմի պատճառով։ Հիշենք, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված ուղերձում պաշտոնական Անկարան հայտնել էր, թե Հայաստանից կսպասեն առավել համարձակ քայլերի։ Իրենց համար դա ձախողված փորձ չէ, որովհետև իրենք փուլային ստացել են այն ինչ որ ուզում են։ Տեսեք, մենք հանձնեցինք Արցախը խոսակցությունների ներքո, որ հեսա կբացի սահմանը գոնե երրորդ երկրների քաղաքացիների համար եւ այլն։ Մենք հանձնենք Արցախ, իրենք մեզ ոչինչ դրա դիմաց չեն տվել։ Իրենց համար դա ձախողված փորձ չէ։ Իրանք չեն ուզում մեր այդ սահմանը բացեն։ Իրենք մի հատ պատրանք են ստեղծել, որ դա մեզ է պետք սահման ու այն ինչ որ մեզ պետք է իրանց անկալմամբ, իրանք փորձում են մեզ վրա վաճառել։ Հարաբերությունները կարգավորելու գործընթացի մեկնարկից ի վեր Թուրքիան մինչև օրս շարունակում է իր նախապայմանները Հայաստանին թելադրել, համոզված են փորձագետները։ Մասնագետներն ասում են, որ եթե մինչև վերջերս հայ-թուրքական հարցերը պարզելու գլխավոր խոչընդոտը ցեղասպանության հարցն էր, ապա այժմ այստեղ առաջնային խնդիրներն այլ են։ Հիմա ցեղասպանության խնդիրը դա ոնց որ այսպես երկրորդական, երրորդական կարգի խնդիր է։ Ուրիշ խնդիրներ կան, այսինքն իրենք գլոբալ քաղաքականությունը երբ որ բնութագրում են, հենց դրա մասն է խոսքը, որ իրենք շարունակում են նախապայմանների քաղաքականությունը, թե ինչ նախապայման է, դա հարցի մյուս կողմն է։ Իսկ փորձագիտական գնահատականներ կան, թե ինչ նախապայմաններ են հնարավոր դրանք։ Չէ, չկան այդպես հստակ։ Հիմնականում նախկին բաների մասին քննարկումները, բայց որ հստակ հիմա ես ասենք առաջինը են ասում, երկրորդը այդպես չկա, կարող ենք ընդհանրապես ենթադրել։ Իրանք այս քայլերն են սպասում, գործողություններ Թուրքի դեմ, գործողություններ ցեղասպանության հարցով եւ Միջանցքի ի վերջո բացում։ Այնտեղ կարմիր թելով նաեւ անցնում այն գիծը, որ այս ընտրություններից հետո ստեղծվել է պատմական հնարավորություն Հայաստանը կտրել Իրանից եւ Ռուսաստանից։ Այս քայլերը եւս իրանք սպասում են։ Մարգարա Ալիջան անցակետը միայն Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանային կետ չէ, այն նաեւ արտացոլում է տարածաշրջանային քաղաքական հաշվարկներն ու փոխհարաբերությունները։ Սահմանի բացման ժամկետներն ու պայմանները դեռևս հստակ չեն, քանի որ գործընթացի առաջընթացը շարունակում է կախված մնալ քաղաքական կամքից, որն այդպես էլ առայժմ չի դրսևորվում։ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, խոսելով Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերի մասին։ Իսրայելի Քնեսեթի հաջորդ նիստում ներկայացվելու է հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծ։ Իսրայելի արտգործնախարարը X-ի իր էջում գրել է այս մասին։ Նա նաև հայտարարել է, որ կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը վերջնական հաստատման համար ուղարկվելու է խորհրդարան։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը բարոյական եւ պատմական պարտավորություն է։ Տեղին է դատապարտել պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում, գրել է Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը առաջին հերթին դիտվում էր որպես բարոյական պարտք Իսրայելի կողմից։ Քաղաքական ռեալիզմը միշտ հաղթող էր դուրս գալիս եւ Իսրայելի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը Թուրքիայի հետ շատ ավելի կարևոր էր, քան բարոյական պարտքը, ինչպիսին մենք ենթադրում ենք, որ պետք է լիներ։ Պարբերաբար հարցը այսպես շրջանցվում էր, իմիջիալոս նույնիսկ Բենյամին Նեթանյահուն է այս հարցով ժամանակին այսպես փորձել դիվիդենդներ շահել եւ վերջնարդյունքում հաղթել է քաղաքական ռեալիզմը։
Հայաստանի ներդրումը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ընդհանուր բյուջեում կազմում է 10%. Այս մասին հայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Միաժամանակ դիվանագետը նշել է, որ երկիրն արդեն 2 տարի չի վճարում սահմանված գումարը։ Այդ 10%-ը, որը պետք է վճարի հայկական կողմը, այն արդեն 2 տարի է չի վճարվում, հայտարարել է Վասիլևը։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի պահանջները տարբեր են։ Ընդհանուր առմամբ պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, նշանակել ընտրությունների երկրորդ փուլ կամ կիրառել մանդատների բաշխման այլ կարգ, եթե սահմանադրական դատարանը դրա համար հիմքեր տեսնի։ Վարչական ռեսուրսի կիրառում, ընտրախախտումների եւ ընտրողների կամքի վրա ազդեցություն։ Ընդդիմադիրները ահա այսպիսի փաստարկներով եւ ապացույցներով են սահմանադրական դատարան ներկայացել։ Քաղաքացիական պայմանագիրը չի հաղթել այս ընտրություններում։ Ի վերջո, եթե իրենց պատկերացմամբ ժամանակակից եվրոպական, դեմոկրատական չափանիշը նա է, որ ձայների փոշիացման շնորհիվ իշխանություն ձևավորելը ըստ ԿԸՀ-ի արձանագրության դա բավարար է հաղթանակ արձանագրելու համար, քավլիցի թող դա լինի իրենց կարծիքը։ Քաղաքացիական պայմանագիրը պնդում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփված ընտրությունների արդյունքները օրինական են։ Դիմումատու քաղաքական ուժերի ներկայացրած պնդումները բավարար իրավական հիմք չեն տալիս ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար։ Ըստ ՔՊԱ-ականների ընդդիմադիրների ներկայացված պահանջները մեծ մասամբ հիմնված են գնահատականների եւ ենթադրությունների վրա, ոչ այնպիսի ապացույցների, որոնք կարող են հիմք հանդիսանալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը վերացնելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշումը համարում է իրավաչափ։ Ըստ նախագահի առանձին տեղամասերում արդյունքների անվավեր ճանաչումը չի նշանակում, որ փոխվում են ընտրությունների ընդհանուր արդյունքները, եթե դա չի ազդում մանդատների բաշխման վրա։ Վահագն Հովակիմյանի դիտարկմամբ ընտրությունների արդյունքները կարող են վերանայվել միայն այն դեպքում, եթե ապացուցվի, որ խախտումները էական ազդեցություն են ունեցել մանդատների բաշխման կամ վերջնական արդյունքի վրա։ Արդյոք սահմանադրական դատարանը կարող է սահմանադրական արդարադատություն իրականացնելու շրջանակներում նորմի սահմանադրականության հարց գնահատել, անկախ նրանից դա ընտրական վեճ է։ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության առաջին նիստի ժամանակ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց նշելով, թե հակասահմանադրական է սահմանադրական դատարանի կրճատված կազմով որոշում կայացնելը։ Խնդրում ենք ապահովել սահմանադրական դատարանի ամբողջական կազմի, այդ թվում նաև նշված երկու դատավորների մասնակցությունը 96-ի քննությանը եւ վեճի լուծմանը։ Միջնորդությանը դեմ էր ընտրության արդյունքները վիճարկող մեկ այլ ուժի՝ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Դատարանը կարող է գործերը քննել ընդհանուր, եթե նույնիսկ 5 դատավոր է մասնակցում։ Իսկ որքան ձայն պահանջվում է այս տեսակի գործերով որոշում կայացնելու համար, այդքան դատավորի ներկայությունը արդեն բավարար է, որպեսզի ասենք դատարան կա։ Վարդևանյանի համար ընդունելի չէ, քանի որ ըստ նրա, օրինակ Արտակ Զեյնալյանը եւ Վլադիմիր Վարդանյանը, որոնց նկատմամբ գործի քննությանը չմասնակցելու որոշում է կայացվել, հանրային ընկալման տեսանկյունից քաղաքական կաշկանդվածություն չէին կարող չունենալ։ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 18 վագոն AI-92 մագնիշի ավտոմոբիլային բենզին ընդհանուր 971 տոննա քաշով, ինչպես նաև 8 վագոն դիզելային վառելիք ընդհանուր 467 տոննա քաշով, հայտնել են ադրբեջանական լրատվականները։ Քրեակատարողական հիմնարկներում կբացվեն հիվանդանոցային բաժանմունքներ։ Կառավարության որոշմամբ կալանավորների տեղափոխման ընթացակարգի կրճատման նպատակով բուժօգնությունը այսուհետ կկազմակերպվի հենց քրեակատարողական հիմնարկներում։ Մինչ այս որոշումը բուժման կարիք ունեցող անձինք տեղափոխվում էին Երևանի կենտրոնացված հիվանդանոց, որը 2026 թվականի սկզբից դադարեցրել էր գործունեությունը։ Փաստաբանները սակայն նշում են, նախաձեռնությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե քրեակատարողական հիմնարկները համալրվեն անհրաժեշտ մասնագետներով, բժշկական սարքավորումներով եւ ապահովվի բուժօգնության պատշաճ ու ամբողջական համակարգ։ Կենտրոնացված բուժհաստատության փակումը եւ կոնկրետ քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության եւ սպասարկման ապահովումը կլինի արդյունավետ միայն այն պայմաններում, եթե պետությունը հանձն առնի կոնկրետ մասնագետներով համալրել քրեակատարողական հիմնարկները, կոնկրետ տեխնիկայով, որով համապատասխան բժշկական հաստատություններ են հիմնված եւ համակարգված պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերվի, որովհետեւ բազմաթիվ մենք խնդիրներ ունենք նաեւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով ամրագրված, որտեղ արձանագրված է, որ մեր մոտ քրեակատարողական հիմնարկներում պատշաճ բժշկական օգնության ապահովման պոզիտիվ պարտականությունը պետությունը չի կատարում պատշաճ։
1313 հանցագործության դեպք, 243 կիլոգրամ առգրավված թմրամիջոց և ավելի քան 500 քրեական հետապնդում ունեցող անձ։ Սա 2026 թվականի առաջին 5 ամիսների ընդհանուր պատկերն է թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում։ Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում իրավապահ և առողջապահական համակարգերի պատասխանատուները ներկայացրել են նաև պայքարի հիմնական ուղղությունները ու մարտահրավերները։ Նշան, որ աճել է այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, կազմելով 52.7%, նախորդ տարվա 50.9-ի դիմաց։ Նույն ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների իրացման 757 դեպք, նախորդ տարվա 802 դեպքի դիմաց, այստեղ նույնպես ունենք բացահայտման ցուցանիշի աճ։ Ընթացիկ ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանանգության 38 դեպք։ Պաշտոնական տվյալներով աճել են սինթետիկ նյութերի առգրավումները՝ մոտ 18 կիլոգրամ մետամֆետամին, գրեթե եռապատիկ աճով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։ Վերջին 5 տարիների ընթացքում հաշվառվածների թիվը աճել է 6.3%-ով, ցավոք սրտի դրանց մեջ աճում է կանանց թիվը մոտ 8%-ով, Եվ անչափահասներ ունենք մենք հաշվառված, թիվը իհարկե չի աճում, բայց ամեն տարի մենք ունենում ենք 6, այսպես ամեն տարվա կտրվածքով կարող եմ ասել 6, 9, 7, 8 եւ էլի 6 անչափահասներ հաշվառված, ինչը կարծում եմ մեր հասարակության համար շատ լուրջ մարտահրավեր է եւ ընդհանրապես թվերի աճել լուրջ մարտահրավեր է։ Գայանե Վարդազարյանի խոսքով ավելի քան 1000 քաղաքացի ստացել է բուժում, ու չնայած դիմելիության աճին ըստ մասնագետների մեծ մասը դիմում են, երբ արդեն գտնվում են կախվածության փուլում։ 25 թվականի հունիսին հաստատվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագիրը, որը բավականին բազմակողմանի եւ բազմոլորտ համագործակցություն է իրենից ենթադրում տարբեր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացմամբ եւ այստեղ յուրաքանչյուր նախարարություն, յուրաքանչյուր կառույց իր հրաժարությունների շրջանակներում իրականացնում է բազմակողմանի միջոցառումներ։ Ծրագրի շրջանակում իրականացվում են դպրոցական աշխատանքներ, ուսուցիչների վերապատրաստում, ծնողների իրազեկման ծրագրեր։ Իսկ թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը եւս մեկ անգամ հիշեցնում է. պայքարի արդյունավետությունը կախված է կանխարգելումից եւ իրազեկումից։ Այն ոչ միայն իրավական, այլև հանրային առողջության համատեղ մարտահրավեր է։ Հունիսի 26-ին Բալահովի Տաբովյան ճանապարհին բարեղամի խաչմերուկում բախվել են Mercedes-ն ու VAZ-2107-ը, վերջինն էլ բախվել է կամրջի բետոնե հենապատին։ Մեկ հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի եւ գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատերյանի գլխավորությամբ։ Հունիսի 25-ին Հաղթանակյուղի վարչական տարածքում 18-ամյա Աբելը Mercedes-ով վրայերթի ենթարկել 14-ամյա ՀՆ-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրայերթի ենթարկվածին տեղափոխել է Նոյեմբերյան բժշկական կենտրոն։ Հունիսի 25-ին 27-ամյա Ռուբենը Էյր քարով Հալաբյան փողոցում բախվել է երկաթե խողովակին հայտնվել գազոնում։ Վարորդը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներն են ժամանել։ Իմ տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Հունիսի 25-ին Քանաքերավան գյուղի գլխավոր փողոցում բախվել են Toyota Camry-ն ու Nissan March-ը։ 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Եղվարդի Վանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով մեքենաներից մեկը կոտրել է փողոցով անցնող գազատարի երկաթեսյունը, ինչից առաջացել է գազի արտահոսք, իսկ Toyota-ն բախվել է քարե պարսպին, մասամբ վնասել այն։ Օպերատիվորեն տեղում էին նաև Gazprom Armenia-ի, Կոտայքի ԳԳՄ-ի, Նաիրի ծառայության աշխատակիցները։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության
Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատերյանի գլխավորությամբ։ Հունիսի 25-ին Վանաձոր Սպիտակ ճանապարհին բախվել են 45-ամյա Գեղամի Մերսեդեսն ու 30-ամյա Էդմոնի Volkswagen-ը։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Գեղամին ու 42-ամյա ուղևորին օպերատիվորեն ժամանակ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։